Նիկոլ Փաշինին, Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանին, հետաքրքրում է բացառապես իր պաշտոնը պահելու հարցը։ Թույլ է տվել քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործություններ, գնալու է ընդհանուր մինչև մերձավոր ազգականներին աճուրդի հանելը միայն թե պաշտոնը պահի։ Ադրբեջանը հավակնություն ունի Սևանի նկատմամբ։ Ուրեմն փողոցային դիսպետչեր Վահագն Խաչատուրյան քրչափրչախմբի իշխանությունը վերարտադրվեց, Ադրբեջանը գրոհելու է։ Եկեղեցիները արդեն սարքել են նախընտրական քարոզի շտաբ։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմունուրի տաղավարում այսօր զրուցելու ենք իրավագիտության դոցենտ փաստաբան Գևորգ Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Այսօր զրուցենք խաղաղության պայմանագրի մասին, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում։ Վաշինգտոնյան բանակցություններից հետո նկատում ենք, որ գործող իշխանությունը առավել շատ է սկսել խոսել խաղաղության մասին, մեջբերում է այն անընդհատ, եւ նկատում ենք, որ Բաքվից են փորձագետներ գալիս Երևան, Երևանից են գնում, փորձում են ինչ-որ բարելավել։ Կարող ենք մենք ասել, որ այս ամենը խաղաղության վերաբերյալ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, միս ու արյուն է ստանում, թե սա քաղաքական ենթատեքստեր է պարունակում։ Կխնդրեմ ձեր քաղաքական տեսանկյունից գնահատեք այս իրավիճակը։ Ես եւ քաղաքական եւ իրավական տեսանկյունից գնահատեմ։ Տեսեք, բաներ կա, որ մի քանի անգամ ես ասում, որովհետեւ պետքա հասցնել ժողովրդին։ Ոչ մի խաղաղություն էլ չկա։ Նախ սկսենք նրանից, որ դա ոչ թե խաղաղության պայմանագրի նախաստորագրում է եղել, այլ համաձայնագրի։ Այսինքն համաձայնվել է, բայց սա իմ խորին համոզմամբ նախընտրական քարոզարշավ է։ Ոչ մի խաղաղություն էլ չկա, ես ասել եմ, հարգելի Նանեկ, եւ նորից կրկնում եմ, խաղաղություն չի կարող լինի երկու սուբյեկտների միջև, որոնցից մեկը մյուսի երեխուն գերի է պահում։ Հասկանում եք, իմ համար էդ է կարևորագույն չափանիշը։ Եթե ես մեկին ասում եմ դու իմ բարեկամն ես, մենք խաղաղ ենք ու ես իր երեխունի մոտ գերի եմ պահում, այդտեղ խաղաղություն չկա։ Իմ համար հիմնական այդ խաղաղություն կոչվածի կարևոր նախապայմանը դա է։ Ընդ որում գերիների վերադարձի հարցը չքննարկվեց Վաշինգտոնում։ Որտեղ իրան էդի չի հետաքրում։ Նիկոլ Փաշինին, Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, հետաքրում է բացառապես իր պաշտոնը պահելու հարցը, որտեղ ինքը բազմաթիվ առիթներով ասել եմ եւ ելի կրկնում եմ, իր պաշտոնավարման տարիների ընթացքում թույլ է տվել քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործություններ, պետական դավաճանություն, թշնամու կողմնացնելը, սահմանադրական կարգի տապալով, տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ, ես ինչ-որ ասացի նախատեսված են քրեական օրենսգրքի 418, 420 եւ 421 հոդվածներում։ 418 հոդվածը պետական դավաճանություն նախատեսում է որպես պատիժ ազատազրկում 15-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Ինքը այդ ամեն ինչը գիտակցելով գնալու է ընդհանուր մինչև մերձավոր ազգականներին աճուրդի հանելը միայն թե պաշտոնը պահի։ Սա է ամբողջ խնդիրը։ Դրա համար է, քանի որ հաջորդ տարին ընտրական տարի է համապետական ընտրությունների, նա ամեն ինչ անում է ստեղծելու տպավորություն, թե ինքը են միակ հանճարեղ ղեկավարներ, որ կարողացավ ապահովել խաղաղություն, բայց չկա խաղաղություն։ Տեսեք, մյուս երկրի ղեկավարը կանգնում ասում է Սևանը ոչ թե Սևանը, այլ Գյոյչա։ Իդեպ ասում են ռուսական քարտեզներն են այդպես ասում։ Չեն ասում, որ Ադրբեջանն է նշում։ Տեսեք, այդ նշանակում է, որ Ադրբեջանը հավակնություն ունի Սևանի նկատմամբ։ Հիմա ես ո՞նց կարամ ինձ թույլ տամ, ասեմ, այս ինչի անուն ազգանունն է, այս ինչա։ Ու ինքը իմ երեխեն է։ Չէ, իմ երեխեն իմ ազգանունով է, ճիշտ է։ Հիմա այս մարդու ասած է դա, ինքը ակնարկում է, որ Սևանն պետք է վերցնենք։ Իդեպ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ եւս լրագրողը կանգնած Սևանա լճի ֆոնին ասում է, որ սա մեր պատմական հողերն են, մեր պատմական տարածքն են եւ Գյոյչա լիճն է։ Ադրբեջանի եւ Հայաստանի ադրբեջանցիները գալիս են հրապարակում, ելույթ են, նկարվում են, երգում, պարում, թռվռում, տղճիկ են տալիս։ Բա մեր ազգային անվտանգությունը ուր է։ Այսինքն, գիտեք ինչ, ես լիահույս եմ, որ ժողովուրդը վերջո կհասկանա, որ իրականում ոչ մի խաղաղություն չկա։ Թուրքը, թուրք ես նկատում եմ այս պարագայում ադրբեջանցիներին։
Թուրքը իր բանակը հզորացնում է, զորավարժություններ անում։ Նիկոլ Փաշինը իր բանակի թիվը կրճատում է, բյուջեն ավելացնում է։ Ստեղ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում։ Ինչ է նշանակում բանակի թիվը կրճատես, բյուջեն ավելացնես։ Սա որ տրամաբանության շրջանակներում է։ Բայց եկեք ես թեմաներ եմ առանձնացել, ես ցանկացած հարցի պատրաստ եմ պատասխանել, բայց մի քիչ խայտառակեմ մեր օրվա պատասխանատուներին։ Ուրեմն փողոցային դիսպետչեր Վահագն Խաչատուրյան, որը ծավալած է երկրի նախագահի պաշտոնին։ Ասում է պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն է։ Ուր է այդ բարեկեցությունը, սա ժողովուրդ աղքատության մեջ մեռնում է։ Բայց ասում են հիմա ավելի ճոխ կյանքով են ապրում, հիշում եք Վարդավառից հետո ասում են հիմա ժողովուրդը ավելի երջանիկ է, ավելի խաղաղ է ապրում, ավելի բարեկեցիկ։ Ոչ մի խաղաղություն չկա, ոչ մի բարեկեցություն չկա, այսօր արտագաղթը ավելի մեծ ծավալների է հասել, այսօր մարդկանց աղքատության մակարդակը բարձրացել է, սոցիալական ապահովությունը ավելի է վատթարացել, ինչ ասելով չի, արգելիս, ես էլ կարամ շահ, հիմա ես ասեմ Մայքլ Ջեքսոնն եմ, Գարա Ջեքսոն, ոնց կլինի այդպես, մարդ որ մի բան ասում է, պետք է հարգանք ունենալ լսարանի նկատմամբ, սրանք հարգանք չունեն, հիմա ես այսա հաթը սրանց կասեմ, տեսեք, ասում է, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացրել սահմանադրությունը փոխելու, ճիշտ է, որպես խաղաղության երաշխիք, սրանց զաղթերը չգիտի աչի ինչ անում, մեկը ասում է արդեն խաղաղություն կա, մեկը ասեցի արդեն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում Նիկոլ Փաշինը, հեսա ես իրան հապավում էլ ունեմ այսօր նվիրելու, թող էթա յոլա գնա այդ հապավման բովանդակության հետ, մեկն ասում է այն Արաբատ Միրզոևը, ասում է եթե խաղաղության պայմանագիր էլ կնքվի, սա չի նշանակում, որ բացառում ենք մենք փոխադարձ ասենք հրաձգություն, չգիտեմ, բանակցություն պատճառը, բեր ինչ խաղաղության պայմանագիր։ Պայմանագիր ինստիտուտի գլխավոր իմաստն այն է, որ դիմացիները հարգեն մեկը մյուսի շահերը, իրավաչափ շահերը, իսկ այս դեպքում չկա տեսման։ Նրանք միայն սպառնալիք են կարդում, սրանք այս պաշտպանական դիրք են ընդունում, մի ձևի, որ այդ սպառնալիքը շրջանցեն, բայց հակառակը չկա։ Տեսեք, իրան որ ասում են, որ մենք ժողովրդավարակ երկիր ենք Ադրբեջանի սահմանադրության առաջին հոդվածում ագրված 95 թվականի նոյեմբերի 12-ի սահմանադրության առաջին հոդվածում։ Այդ նույն սահմանադրության 9-րդ հոդվածի 2-րդ մասում ասում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը մերժում է պատերազմը որպես անկախ պետության նկատմամբ ներգործության և միջազգային կոնֆլիկտների լուծման միջոց։ Այդ նույն սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն Ադրբեջանի սահմանադրության ասում է, որ Ադրբեջանի իշխանությունը ապահովում է յուրաքանչյուրի, չի ասում քաղաքացու, յուրաքանչյուրի, այսինքն կապ չունի դու Ադրբեջանի քաղաքացի ես, այո, ինչ ազգության, դու ապրում ես Ադրբեջանում, նա ասում է պարտավորվում է հարգել քո կարծիքը և երաշխավորում է քո կարծիքի հետ կապված քո նկատմամբ ներգործություն թույլ չտալու իր պարտականությունը։ Բայց հիմա Նիկոլ Փաշին, խիչ ես այս դրույթները դնում իրանց դեմը։ Դու էլ ասա փոխեք Ադրբեջանի սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն ասում է Ադրբեջանի սահմանադրության առաջին գլուխը, որտեղ գրած է, որ Ադրբեջանը անկախ ինքնիշխան պետություն է, ասում է ենթակա չի փոփոխության։ Այդ չի մեր սահմանադրության նախապանն ու առաջի գլուխը ենթակա է փոփոխության, Ադրբեջանն էլ ենթակա չէ։ Հասկանում եք, հարգելի նամիքստեր, բանա, նորից եմ ասում, պայմանագիրը դա հավասար կողմերի միջև կնքվող գործարք է։ Իսկ այսօր դժբախտաբար Հայաստանն ու Ադրբեջանը Նիկոլ Փաշինի մեղքով հավասար վիճակներում չեն։ Հետևաբար այստեղ սին հույսեր տածել թե կա խաղաղության համաձայնագիր, դա ուղղակի անիմաստ է։ Ասում է կառավարության նիստին խոսքն է, որ իրաց տունը կա ռոկոկո սերվիս։ Ասենք էդի ամոթ չի բա, բայց դա վարչապետի ասելու բան է։ Մեր տունն է շատ բան կա, մի ելեմ հայտարարը։ Բանը գործը թողած, երկրի անվտանգության խնդիրները թողած,
Ասում եմ մեր տանը ռոկոկո սերվիս կա, որը հենց չենք էլ օգտագործել։ Սա ինչ ասելիք է կառավարություն։ Հələ սրա անլրջության աստիճանն է այդ դուք։ Եվ այդ խելքին է ամեն ինչ անում որ վերարտադրվի 2026 թվականին։ Հասկանում եք, ոչ մի տրամաբանություն չկա սրա ոչ մի ասացի մեջ։ Այնուամենայնիվ, եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, եւ եթե նշեցիք պատկերացնեք, որ ստորագրվել է, ԱՄՆ-ի դերակատարությունը ո՞րն է լինելու, եթե փոխհարաձգություն լինի, սահմանի խաղաղություն չլինի, ինչպես ասում են։ Երաշխավոր է, ընդհանրապես, ես հիմա ներպետական օրենսդրության կտրվածքով ասեմ, քաղաքացիական օրենսդրության համաձայն երաշխավորը համապարտ պատասխանատվություն է կրում այն կողմի գործողությունների կամ անգործության համար, ում կողմից ինքը կանգնել է երաշխավոր։ Ես ինչքան հասկանում եմ, քանի որ ագրեսոր կողմը Ադրբեջանն է, Ամերիկան Ադրբեջանի կողմից է որպես երաշխավոր, որովհետև Հայաստանը երբեք ինքը ոտնձգություն չի կատարել, որի մասին լռում է Նիկոլ Փաշինյանը, վախենում է պատասխան տալիս, այս հաթաթ կանդրադառնա։ Եվ իր այդ արբանյակները, ով ասես հերնում խոսում է բանից, կապ չունի, սրանց մոտ մասնագիտական կողմնորոշում, պրոֆեսիոնալիզմի սկզբունք չկա, խառախորը զանգված է։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը մի բան ասում է, կապ չունի այդ նախարարը ինչ գծով է, պատգամավորը ինչ, ասենք, կրթություն ունի։ Հերնում բոլորը սկսում են լծվել այդ Նիկոլ Փաշինյանի ասածը հիմնավորելու գործին, որովհետև ունեն մեկ խնդիր, պաշտոնը պահելու խնդիրը։ Հայաստանում գործող իշխանությունները կարծես թե բաց են խաղաղության պայմանագիրը կնքելու համար, համաձայնվում են Ադրբեջանի բոլոր պահանջների հետ, սահմանադրության փոփոխությունն է, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումն է, միջանցքի տրամադրումն է։ Բայց Ադրբեջանի կողմից դա չկա, եթե Հայաստանում գործող իշխանությունները նախընտրական քարոզարշավ են իրականացնում խաղաղություն բառի տակ, ապա ինչ շահ է այստեղ հետապնդում Ադրբեջանը։ Ադրբեջանը ձեռ է տալի, որ ստեղ իշխանությունը այդպես ստարկացուցիչ պայմաններում։ Այսինքն Ադրբեջանը եւս սպասում է 2026 թվականի համապետական ընտրությունների Հայաստանում։ Եթե համապետական ընտրություններում այս քրչափրչախմբի իշխանությունը վերարտադրվեց, Ադրբեջանը գրոհելու է։ Ես այդպիսի կարծիք ունեմ։ Դա Աստված որ սխալվեն։ Իմ համար ամեն հայ տղայի կյանքը թանկ է։ Ոչ թե ցորեն են բերել։ Հետո ցորենը դարավ 4-րդ կարգի ցորեն։ Այդպես լավ չի, թրիկ թողել, ասեք բանա, թրիկով մեր հողերը բանանենք, ինչ է անունը։ Համալրենք, որ լավ բան տան, բերք տան։ Այդպես լավ չի։ Հասկանում եք, պայմանագիրը չպետք է մի կողմի օգտին լինի միայն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի առաջին մասը ասում է, որ կա ստարկացուցիչ գործարք հասկացությունը։ Այսինքն որ գործարքը կնքվում է բացառապես մեկ կողմի օգտին, բացառապես մյուս կողմի շահերի հաշվին։ Ես այս պայմանագիր կոչեցյալը, որ այս պահին դեռ չկա, ես համարում եմ դա անգամ կնքվելու դեպքում ստարկացուցիչ գործարք։ Ստեղ չկա փաստացի հավասար սուբյեկտների միջև համաձայնություն, կա մի սուբյեկտի պարտադիր թելադրանքը մյուսի նկատմամբ։ Ինչ կարող է շահել Հայաստանը Վաշինգտոնյան բանակցություններում, որ չօգտագործեց այդ առիթը։ Ես այդ Ալիևի մասին ստի ոչ էլ ուզում եմ անունը տամ, զզվում եմ դրանից, բայց մի բան ցավոք սրտի փաստ է, որ ինքը օգտագործում է այն, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Դուք տեսեք, մարդը եկեղեցիները արդեն սարքել են նախընտրական քարոզի շտաբ։ Այսինքն ինքը մի քանի առիթով ասել է, պետությունը մեր հիմնված է 3 հիմնասյուների վրա՝ բանակ, ընտանիք եւ եկեղեցի։ Ինքը բանակը կործանեց, ընտանիքը կործանեց, ինչքան համասարամորկա բերեց լցեց մեր շարքերը։ Հիմա անցել է վերջի հենասյունի կործանմանը, եկեղեցին։ Եվ սա արվում է իմ խորին համոզմամբ, ես կոնկրետ փաստ հիմա չեմ կարող ասեմ, ես ինչ որ էսի ժամին իրան զանգի ասել են սենց բան, բայց ես հասկանում եմ, որ սա արվում է Ալիևին Հաջոյանյանի նպատակով։ Ու դրա միակ բանն է, որ ինքը Հաջոյանը, որ ստե հանգարց պատերազմ բան չլինի, իր պաշտոնը ինքը պահի, բայց ինքը չի կարողանալու պահի իր պաշտոնը։
Դա դժվար գործ է։ Համապետական ընտրություններին ինչ պատկեր եք դուք սպասում, ինչ պատկեր ենք մենք ունենալու։ Ես որևէ քաղաքական ուժ չեմ ներկայացնում, ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Դրա համար ավելի անկաշկանդ է իմ կարծիքը արտահայտելու հարցում։ Ես չեմ տեսնում մի քաղաքական ուժ, այդ թվում նաև ընդդիմադիր այդ դաշտ բառը Մեր ձևովը Ես մեծ հարգանք ունեմ Սամվել Կարապետյանի նկատմամբ, ինքը հայրենասեր մարդ է եւ այսքան ժամանակ իր նախկին գործողություններում ոչ մի դեպքում հակառակը չի ապացուցել եւ որևէ մեկն էլ իրավունք չունի հակառակը պնդել, որովհետեւ չի այդ մարդը միայն բարեգործությամբ է զբաղվել։ Բայց անգամ իր նախաձեռնած շարժումը, որը պետք է դառնա կուսակցություն, այդպես են ամենայն դեպս լրատվամիջոցները ներկայացնում, 50%-ից ավել միասնյակ ձայն չի կարող հավաքել։ Դրա համար իմ հորդորը ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվելն է։ Ես բազմաթիվ առիթներով ասել եմ, Նանիկ ջան, կա իրավագիտության մեջ գերակաշահ հասկացությունը։ Հիմա այս պահին գերակաշահներն է, որ սրանք չվերարտադրվեն։ Հիմա ով քանի տոկոս կստանա, թող միավորվեն իրար ռադ անեն սրանց։ Էսա գերակաշահը։ Ընդդիմական դաշտում դուք տեսնում եք, որ քաղաքական գործիչները, նրանք ովքեր առաջադրում են, իրենց սեփական ամբիցիաները մի կողմ կթողնեն, կմիավորվեն։ Ես լիահույս եմ, որ իրանք ի վերջո բոլորն էլ կընդունեն այս ինչ որ ես ասում եմ, ոչ թե որ ես եմ ասում, այլ դա ճշմարտություն է, ընդամենը իմ անունից հրապարակում եմ դա։ Եվ կմիավորվեն հանուն գերակաշահի։ Իսկ այսօր գերակաշահը սրանցից ազատվելն է։ Ասենք, այնպես բաներ են խոսում, հələ սրան, այս Թորոսյանը ասել ինչ է, այդ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կոչեցյալը, թե նա ինչ կապ ունի այդ ոլորտի հետ չեմ հասկանում։ Սրանք ասեն պրոֆեսիոնալիզմի վրա թքած ունեն։ Կապ չունի ով ինչ կրթություն ա ստացել, ինչ անցյալ ունի։ Այդ պահին որտեղ պետք է խցկեն, կարևորը իրանց։ Հələ սրա ասածը։ Մենք չունենք բավարար քանակով կանայք, ովքեր երեխաներ կարող են ունենալ։ Ասենք, այս ինչ է նշանակում, բայց միտեղ ճիշտ է ասում, այո, մենք չունենք բավարար քանակով կանայք, որ իրեն նման սիմպաթիչնի տղուց երեխա ունենա։ Այդ առումով համաձայն եմ։ Ուրեմն հրապարակ թերթնա Փաշինյանը արգելել է թիմակիցների ապահարզանը, խնդրեմ։ Ասենք, սենց բան դուք լսել եք կյանքում։ Ես 53 տարեկան եմ, սենց աննորմալություն չեմ լսել, որ երկրի վարչապետը արգելի ամուսնալուծությունը։ Ինչի մասին է դա խոսում։ Իբր որ իրաց կուսակցության մեջ, նաև իրաց կուսակցականների ընտանեկան կյանքը լիարժեք ներդաշնակ է, չկա ատելություն, եւ դա նպաստում է երկրի հզորացմանը, որովհետեւ սահմանադրության մեջ գրված է, չէ՞, 16-րդ հոդվածն է, որ ընտանիքը հասարակության հիմնական բջիջն է։ Ինձ սա ուզում է ցույց տա, որ իր կուսակցության անդամների ընտանիքները մեր հասարակության հիմնական բջիջն են, բայց իր կուսակցության անդամներից շատերի ընտանիքները մեր հասարակության ոչ թե ամրության, ոչ թե կարևոր բջիջն են, այլ տնական բջիջն են։ Սա իրան ասում է ես ժողովրդական վարչապետ եմ, չէ՞։ Ես գործում եմ ժողովրդավարության սկզբունքներով, սահմանադրությանը։ Ինչ ասում է իրավաբանությունից անգրագետ Նիկորը։ Ասում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն հաջորդ խորհրդարանական ընտրություն, խորհրդարանում։ Դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Սա սահմանադրական կարգի տապալում է։ Քրեական օրենսգրքի 420 հոդվածը 15-ից 20 տարի 10-ից 15 տարի ազատազրկում։ Այսինքն այս մարդը որոշում է հաջորդ խորհրդարանում վարչապետը ինքը սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ինքն է պարտավոր ենթարկվել ազգային ժողովին։ Ինքը որոշում է ով ազգային ժողովում է, լավ սրա խորհրդականները ովքեր են, եւ այս մարդը խոսում է ժողովրդավարությունից։ Պարոն Պետրոսյան, եկեղեցու շուրջ ստեղծված իրադարձություններին անդրադառնանք, տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը ասում է պետք է մինչև նոր տարի Գարեգին երկրորդը կամ ինչպես իրենք են նշում, Կտրիչ Ներսիսյանը հրաժարական տա, ինքնակամ հեռանա վեհարանից։ Ինչ իրավիճակ եք դուք սպասում մինչև նոր տարի կամ համապետական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի հորդորում եմ, որպես այսքան չտառապի, ինքը իր գլուխն ուտի պրծանի հետ
Որտեղ ինքը շախմատի մեջ կա ցուկ-ցվանք հասկացությունը։ Երբ որ մի մեծ սխալ ես թույլ տալի, հետո դրանից հետո արդեն մոլորվում ես, չես իմանում ինչ անես, ոնց անես, որ ճիշտ։ Ինքը արդեն net սխալը թույլ է տվել։ Զիջել է մեր երկրորդ հայրենիքը Արցախը։ Խայտարականում դրա համար ինչ ասես հելում խոսում է։ Հենց Ալի Սեմինին, այն ոչ բարով ազգային ժողովի, ոչ բարով նախագահ։ Պրեմիաները ինչու եք վերցնում, ինչու եք փող ստանում, եթե դուք գործի չեք գալիս։ Հենց սրա ագրագիտությունը։ Այդ է լսել անում։ Գործի եթանը մենակ աշխատանքի վայր գնալ չի, գործի գնալ դա նշանակում է, որ դու իրականացնում ես որպես պաշտոնյա տվյալ հիմնարկի եւ քո վրա դրված սահմանադրական պարտականությունները, այլ օրինական օրենսդիր նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտականություններ։ Այդ է դու մի հատ օրինագից ներկայացրել ես այսքան տարվա մեջ, հա։ Մի հատ որ ես քեզ հարցնեմ ազգային ժողովի գործունեությունը, որ նորմատիվ իրավական ակտերով կարգավորում, դու չես կարող ասես։ Չէ՞ որ ես իրան դասավանդել եմ եւ լավ գիտեմ իր անհնարությունները։ Ոնց որ ես հիմա դատողություններ անեմ քվանտային մեխանիկայից, որից ոչինչ չգիտեմ։ Հասկանում եք, սրանք լրիվ ծաղրի են ենթարկել պետական ապարատը։ Սրանց համար նորից եմ ասում։ Կարևորը իրաց պաշտոնները պահելը։ Թե ինչքանով են իրանք իրական, տեսեք, ես միշտ ասել եմ, հիմա կարող է ինձ շատերը մեղադրեն, ասեն նույն բանը մի քանի անգամ ասում եմ, բայց պետք է ասել։ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան եւ իրավական պետություն է։ Այսինքն 4 կարևոր թիրախ է սահմանադրությունը որպես հիմնական օրենք առանձնացնում։ Հիմա ես ձեզ հարց եմ տալի, գրագետ մարդ եք, իրազեկ մարդ եք։ Այդ իմ ասած 4 ոլորտում մենք որտեղ առաջընթաց ունենք։ Սոցիալական ապահովության ոլորտում ունենք, ժողովրդավարության, ասում են աղքատության մակարդակը հիմա ավելի սուտ է դա, չկա տես բան, չէ որ մենք ապրում ենք այս կյանքում, մենք երկնքից չենք իջել, հարգելի նանի։ Մենք տենում ենք, ես իմ հարևանների վիճակը տենում եմ։ Ես իմ վրա եմ համեմատականներ եք անցկացնում նախորդ տարիների եւ հիմա ժողովրդավարության մասին ես խոսում, Նիկոլ, այդ տղա Այսօր ով որ ընտրվում է օրինական ճանապարհով, կեսին գնդակարում են, կեսին էլ ազատազրկում են։ Վարդան Ղուկասյան, Գյումրիի քաղաքապետ, այսօր այդ մարդը ինչի համար է անազատության մեջ։ Մասիսի քաղաքապետ, իմ շատ լավ ընկեր Դավիթ Համբարձումյան, ինչի անազատության մեջ։ 7 տարի առաջվա կատարած հանցանքա վերագրվում ու այրոպորտից էլ կալանավորում տանում են։ Բայց եթե մարդը 7 տարի գիտեիք հանցագործը, ինչին էիք սպասում, որ ինքը հայտարարի որպես միասնական բանը թեկնածու։ Ընդ մի հատ բան կա, քյաչալ փրկչոտերեսներով մանդատակից, դե ես դրանց պատգամավոր չեմ անվանում, Արթուր Հովհաննիսյան։ Նիկոլ Փաշինյանը այն ղեկավարն է, ով իր անձը դրել է Զոհասևանին։ Արա, լսի այ յալանչի։ Յալանչի դե իրանք թուրքերի որսիրում են, թուրքերի յալանչի նշանակում է ստախոս։ Այ յալանչի։ Նիկոլ Փաշինյանը եթե մի բան կա դրել է Զոհասևանին, դա հայ ժողովրդի ճակատագիրն է։ Նիկոլ Փաշինյանը այդքան քաջություն չունի իրան դնի Զոհասևանին։ Նա բոլորին վարի կտա, մենակ թե ինքը մնա իրան պաշտոնի։ Պարոն Պետրոսյան, ամփոփելով մեր հարցազրույցը, այս իրավիճակը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը ինչպես է անդրադառնալու Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ Բնականաբար ոչ դրական։ Չի կարող դա լինել։ Հասկանում եք, հարգելի նամիկ, եթե այդ եվրոպական երկրներում, Ամերիկայում, Ռուսաստանում տեսնում են, որ Հայաստանում մարդը ազատազրկվում է մենակ կարծիք արտահայտելու իրավունքի համար, ելով կհարգի մեր պետությանը։ Սա է ամբողջ խնդիրը։ Հասկանում եք, այդ քաղբանտարկյալ, որ ասում են չկա, այդ իմ ասած անձին բոլորը քաղբանտարկյալ են։ Կամ այն կնոջը, որ Լիդիա Մանթաշյան, այո։ Նա այդ ու գլխավոր հանցագործների թողել եք ազատության մեջ կյանքը վայելում են, գնացեք կապել եք այդ մարդկանց։ Ասենք մեկը կարա օրինակ Դավիթ Համբարձումյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ մի բացասական բան ասի։ Չի կարող, որովհետև այդ մարդը իսկապես ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդին նվիրված ծառայող է։ Բայց խելքն այդ մարդուն փակի։ Հասկանում եք, սրանց ասածը բացարձակապես իրանց արածի հետ կապ չունի։ Սրանք ասում են մի բան, ժողովրդին կներեք հազարական հարգելի ժողովուրդ, ես այդ ձեր մի մասնիկն եմ, ժողովրդին էշիտեղ դնելու շնորհիվ փորձում են իրաց իշխանությունը երկարաձգել։
Ինչ ասում ես, ասֆալտ են անում։ Արա ինչ ասֆալտ։ Ասֆալտը որն է։ Հələ դրա եկեք Ավան, ես Ավան եմ ապրում։ Հələ մեր ասֆալտները նայեք, տեսեք այդտեղ ասֆալտ արած կա։ Գևորգ Պապոյանը։ Հելուն ասում է, ՔՊ քաղաքական պատուհանների կարգի մասին է խոսքը։ Ջախջախիչ պարտության է մատնում Ռոբին, Սերժին, ասենք արա դու ով ես որ նախագահների վերաբերյալ տենց արտահայտվես նրանց մասին։ Դու կարաս Ռոբերտ Քոչարյանի դեմ վերես ասես Ռոբ, հա? Դու կարաս Սերժ Սարգսյանի դեմ, ես ասեմ ոչ մեկ հետ ես քաղաքական կապ չունեմ, Նանիկ ջան, բայց գիտեք ինչ, պետք է պահել պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքը։ Դա նաև հարգանքը քո նկատմամբ։ Դու ով ես այդ տղա, որ դու կարող ես ասես Ռոբին, Սերժին, ես ինչին, այն ինչին։ Դու ինչ անցյալ ունես, որ դու քեզ տենց շարայլություն ես թույլ տալիս։ Բայց ես մտածում, որ վաղը մանդատից ձեռքվես, դու այդ ասածների համար պատասխան պետք տաս։ Հենց Նիկոլ Փաշինյանի ուժանությունը։ Ուրեմն ասում է թոշակառուներին, քաջալերին, որ աշխատեն։ Անաշխատունակ, ամենաաշխատունակ տարիքն է։ Սա ինչ է նշանակում, ժողովուրդ նկատի ունեցեք։ Դե քանի որ նախընտրական տարի է, հիմա սա պիտի հաջողանա, չէ, հիմնական ընտրազանգված է։ Իսկ 2024 թվականի տվյալներով Հայաստանում գրանցված է 500,000-ից ավել կենսաթոշակառու, կես միլիոնից ավել։ Հիմա սա ուզում է հաջողանալ կենսաթոշակառուներին։ Հələ սրա խելքը է Նիկոլին, որ ասի որ դուք շարունակելու եք աշխատել, ձեր ամենաաշխատունակ տարիքն է։ Արա դու որ ինձանից քանի 3 տարի փոքր է Նիկոլը, 50 տարեկան է։ Արդեն դու ես քո անաշխատունակությունը ցույց տալիս։ 65 տարեկան, 63 տարեկան մարդկանց դու ոնց ես ասում ձեր ամենաաշխատունակ տարիքն է։ Կներեք արտահայտությունից 1000 անգամ ներողություն կուտա տալիս թոշակառուներին, որ գնան վաղը իրան ընտրեն, որ ասում են դուք պիտի աշխատեք։ Այնքան անգարակետ է Նիկոլը, չի իմանում, որ դեռևս 2023 թվականի մայիսի 3-ին աշխատանքային օրենսգրքում լրացում է արվել, վերացրել են այն կետը 113 հոդվածի առաջին մասի 11-րդ կետը, որ կենսաթոշակի տարիքը լրանալը հիմքա աշխատողին աշխատանքից ազատվելու է։ Այսինքն այս պայի դրությամբ արդեն իսկ կենսաթոշակի տարիքը լրացած անձին իրավունք ունեն շարունակել աշխատանքը եւ գործատուն իրավունք չունի նրանց ազատել աշխատանքից։ Բայց այս ապիկանը սա ներկայացնում է որպես սեփական ինչ-որ բան մտքի թռիչ, լավություն կենսաթոշակառուներ։ Ես դուք դե տարիքով փոքր եք, չեք հիշի, բայց ես լավ եմ հիշում։ Մեր երիտասարդ տարիքում ես հիշում եմ մեր հարևան թոշակառուներ ասում էին երբ ենք եթարու թոշակի, որովհետև այն ժամանակ սովետական միությունը ապահովում էր արժանապատիվ կենսաթոշակը։ Հասկանում եք, դրա համար մարդիկ երանի էին տալի, թե երբ են գնալու թոշակի։ Դու թոշակի չափը բարձրացրա մարդկանց։ Են հայտարարել է 2020 թվականին։ Մի բան էլ ասեմ, սա իրավական, զուտ իրավական գնահատական, խնդրում եմ թող մեր ժողովուրդը նկատի ունենա։ Սահմանադրության 84-րդ հոդվածի համաձայն ասում է, որ յուրաքանչյուր կարիքավոր եւ տարեց մարդ, տենց էլ ասում է, 84 հոդվածն է, կարան ստուգեն ով կասկածում է, յուրաքանչյուր կարիքավոր եւ տարեց մարդ ունի արժանապատիվ կյանքի իրավունք։ Երկրորդ մասը այդ հոդվածի ասում է, որ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Հայաստանում գործում է օրենք 2003 թվականի դեկտեմբերի 17-ի օրենքն է նվազագույն ամսական աշխատավարձի մասին, որով սահմանված է, որ նվազագույն ամսական աշխատավարձը 75,000 դրամ է։ Սրանից ուղղակիորեն բխում է այդ նորմերի համակարգային վերլուծությունից, որովհետև նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 41 հոդվածը նախատեսում է հենց այդ համակարգը, որ նորմը պիտի մեկնաբանել իր ամբողջ տրամաբանության մեջ։ Նշանակում է, որ կենսաթոշակը պետք է լինի առնվազն 75,000 դրամ։ Մեկը իմ մայրը ստանում է 63,000։ Իրանից ավելի քիչ ստացողներ էլ կան, ավելի քիչ ստացողներ էլ կան։ Եվ այս իշխանություն է ապիկարների, թող նախատեսի, որ իշխանափոխության դեպքում այդ պակաս ստացած թոշակ ստացած քաղաքացիները իրավունք ունեն կառավարության դեմ հայց ներկայացնել պակաս վճարված կենսաթոշակները վճարելու
պարտավորեցնելու պահանջով։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ ենք ձեզ սուր քննադատության եւ գնահատականների համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանն էր։